Նիկոլ Փաշինյանը մի գրառում է կատարել, որը այսպես ասած ցնցել է հանրությանը իր բովանդակությամբ, մասնապես գրել է. «Սրբազան գնաք հեռուտ կնգան դոմփի, ինձ հետ ինչ գործ ունես»։ Սա ձեզ համար նորմալ է, որ վարչապետը նման գրառումներ է կատարում։ Չեմ հավատում, որ ինքը նման բան ասած է։ Չէ, չեմ հավատում։ Այս ինչու է նման գրառումներ կատարում։ Չեմ կարծացել, չեմ կարող բարձրանալ, էլի իրոք իրականության մեջ կներեք։ Լսի, տենց հանճարեղ բաներ մենակ մեր վարչապետը կարա ասի, ուրեմն մի բան գիտի էլի որ ասելա։ Կարա տենց։ Ուրա կարող է քերու կնգա մասին վատ բաներ ա լսեք կամ սրբազանի։ Չէ, սրբազանի։ Սրբազանի քերու կնգան չի ասել։ Հասկանա իր թիրախը որ սրբազանն է եղել։ Իմ ջալուց բոլոր սրբազաններն է կարան թիրախավորվեն։ Դե որ ասել է ուրեմն մի բան գիտի այդ մարդը, ես թվում է անկապ չի ասել։ Բա հումոր ունի էլի մեր վարչապետը։ Հումորը կարելի ավելի ուրիշ բաներ ասել, հումոր նման ձևակերպումները։ Ես էլ եմ հումորով ասում, նախ սկսեմ նրանից, որ որպես վարչապետ ինքը իրավունք չունի տենց անկապ բաներ։ Ժողովուրդ, էսի աբսուրդի ժանրից է, վարչապետը տենց բառապաշար չի կա։ Կարող է Թրամփից է տեսե Թրամփն է անկապ բաներ էր խոսում։ Ինչ որ կարող է ինքը իրան համեմատականներ, շատ աբսուրդ բան է, չի կարելի տենց բան։ Իրան լսում են բոլորը։ Բայց թե ինչի է ասել, դե այդ ինքը կիմանա, բայց սխալ է արել որ ասելա։ Այն էլ այդ ձևով, այդ բառերով։ Ինձ համար շատ բաներ ընդունելի չի, բայց որ Նիկոլ Փաշինյանի անձնականին կպնում են այդ նույն տերտերներով եւ մնացածով, այդ ինչ որ չի վրդովեցնում, հա ոչ մեկին, դա կարելի է։ Խոտորնակին խոտորնակ, какой привет, такой ответ։ Չէ՞ կարծում որ նման խոսքերով կարող է հենց վարչապետն էլ է սրում իր նկատմամբ նման խոսքեր վերաբերում, եթե ասում եք կա իհարկե։ Ընդհանրապես նա չէ որ այդ վարչապետով հիացած են, բայց նրա համբերությունը իրոք շատ մեծ է, որովհետև այդքան հաճոսների դիմաց չպատասխանել, մեղ խոսել երևի դիմացինը դա չի գնահատում, այսինքն նույնիսկ չի գնահատում զսպվածությունը թուլության կամ վախկոտության նշան են համարում։ Ուրեմն պետք է մարդու հետ խոսալ են լեզվով, որով նա հասկանում է։ Երևի տենց հասկանալի կլինի։ Գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը, որ մեղմ ասած ցնցել է հասարակությանը, պետք է մեջ բերեմ։ Ասում ենք պոլիտիկայից չէ, բայց խոսում ենք պոլիտիկայից։ Նիկոլից։ Ընդհանրապես կապ չուներ պոլիտիկայի հետ, ինչը ճիշտ է։ Սրբազան գնա շարունակիր քերուտ կնգան դոմփել։ Ինձ հետ ինչ գործ ունես, նման գրառում է արել։ Շնորհքություն, եթե արել է, ես շոկի մեջ եմ։ Ձեզ է խորհուրդ կտա, էլ չկարդայի, եթե արել է, ես չգիտեմ արել է թե չէ, որտեղ ես հավատում եմ, որ մեկ-մեկ էլ պրովոկացիա է լինում։ Ամոթ։ Մենակ է։ Այդ իրան դե հարցնեք։ Ամոթ։ Ասենք էդի ասելու բանա, որ խոսքի ինչ կապ ունի, ասենք մի հատ եկեղեցի է մնացել, որ ասենք սրան չի ենթարկվում, ես էլ լարել եմ էլ եկեղեցու հետևը։ Ինչ, սաղին սարքել է բան, ոստիկան էլ չէ, մուսր, ոստիկանն ու մուսրը տարբեր բաներ են, գոգիր, սաղին սարքել է բան էլի, վայ գնա դրան բռնի, վայ գնա դրան սարքել է բան, ոտը զմը։ Եկեղեցին հպատակեցնել իրեն։ Ինչ անի։ Հպատակեցնել, այսինքն իրեն ենթակա սարքել։ Արի ինչ իմանամ, այդ տավարի ուղեղի մեջ ինչ է լցած, թեփա թե ինչ է, ես ինչ իմանամ, ինչ է մտածել, հիմա ինչ է մտածել դազա։ Չուլաններն են եկեղեցիները։ Ահա, բայց դա ասելու բանա, որ ասում է, որ դու երկրի ղեկավար ես, այդպես բաներ ես ասում, կողից նայողն ինչ պետք է սովորի, կամ նայեմ ես սրանց նիստը, այն ինչ է, օրեգան մեկը-մեկին դոմփում է, օրեգան մեկը-մեկին ասենք վիրավորում է, այնի խոսալու ձևը, ժողովուրդը տենում են, ասենք դու երկիր եք ղեկավարում, դու իրար հետ խոսալու ձև չգիտեք, հիմա ինչ եք ուզում պահանջած լինեք մարդկանցից, արդ ինենց անես քեզի հարգեն, մարդիկ քեզի հարգեն, ոչ թե վախենան կամ հետևից ինչ ասես ասեն։ Ես էլ եմ ասում։ Վախենում են թե հայոյում են ձեր կարծիքով։ Գեր, այդ հայոյանքը ոնց ասեմ քեզ, այդ հայոյանքը լավ է, նուրբ է էդի։ Շոգում ես։ Ասենք մենակ հայոյանքին ինքը արժանի չի։ Ախպեր ուղեղի բանը չի, արա հելեք մտ հասկացող մարդ թողա ղեկավար երա։ Որներից է դուս օրենքներ եք անում, բալլա ինչը գիտեմ,
տաքսիստին ընդ եք անում, հագցնում։ Վանանողին, հող մշակողին ընդ եք հագցնում։ Հələ մարդիկ ոնց ապրեն, արա։ Ոնց ապրեն, կարաս մա տնցի բացատրես մարդն այսօր որ ուզում է փող աշխատի, այնց յանամ, օրինակ ես ախպեր խոսքի, սենց ասեմ քեզ, առևտուր եմ անում օրինակ։ Ասենք դու ասում ես չի թույլատրվում։ Բա ոնց յոլա է թան կարա։ Կա 80 տարեկան կգա դեմից գիլասը վերցում տանում ես, լավ այդ մարդ եկել է հաց առնի։ Ասենք դու տանում ես էդ яրա։ Կա անելուն ձևեր կա ախպեր։ Սրը մեկ գցում եք ժողովրդի ջանին։ Մեղ չեն կարա թողեք նայենք ինչա գալի գլոխքերս արա։ Սաղ տավիր էլի։ Էլ զաչի մնաց է, հմ ինչ ես մոգոն է, եմ ուզում, հմ էլ եկեղեցու կամակն ես լար է։ Հրես ինչ շիզոֆրենիկ հիվանդար այսի, ուր դուց եկավ բահամ եկավ։ Սրբազանների գործերով չեն խառնվում, ոչ մի գործերով չեն խառնվում։ Դե ես էդի Facebook-ին այդքան չեմ հավատում։ Պաշտոնական էջում։ Էդի չեմ կարա պատասխանեմ այդ հարցը։ Ներողություն, վեհապար հայրապետը կարգեք հասպարի ասամա որպես երկինս երկրի, ասաց մեր անապազոր, որ մեզ այսօր, և թող մեզ սպարվիս մեր, որպես է մեր թողում մերոս պարտապանած, և մի տանիրս մեզ կործություն, այդ գրյազ մեզ չարը, զիքո է կայություն, եզնություն և արկ հավիտյանս ամեն։ Հոգվոց հանկուցելոց Քրիստոս Աստված արահանքիստ և ողորմություն և մեզ մեղավորացը շնորհյալ թողություն հանձնած։ Եվ ևս խաղաղության ըստեր աղաչեսուկ, վաստանգության հոգվոց նաղաչեսուկ ըսպրկիչն մեր Քրիստոս, զիզնոսան դարդարսն դասեսը ևս մեզ կեցուսը շտորի ողորմության յուրո, ամենակալ դեր Աստված մեր կեցո և ողորմյա։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Քրիստոս որդի Աստծո, անոխակալ և բարեգութ, գտա քո արարչական սիրո վտի հոգի սանգուցյալ ծառայից խոց, և մանավանդ ի հոգիս զավակած ազգիս հայոց, որ նա տակեցան վասն պաշտպանության հայրենյաց և վասն հավատընթացս մայիսյան հերոսամարտից, իշահավոր մեծի գալստյան արքայության քո, արա արժանի, ողորմության, քավության և թողության մեղած, դասավորյալ պայծառացո անցուրպս քո հաչակողմյան դասուն, զիդու ես Տեր և արարիչ ամենեցուն, դադավոր կենթանյաց և մերելոց, և քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից ամեն։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երկինս ես, սուրբ երեսյան քո, եկեսի արքայություն քո, եղիցին կամ քո, որպես երկինս երկրի, ըսած մեր անապազոր, որ մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեր, որպես է մեր թողում մերոս պարտապանած, և մի տանիրս մեզ իպործություն, այլ գրյազ մեզ չարեր, զիքոյ արքայություն և զորություն և աղավյանս ամեն։ իշատակն արդարոց եղիցի օրհնության։ Ամեն։ Սրբազան, Աստված օգնական, Սրբազան